Նույն տրամաբանությամբ իրենց առաջնորդը թույլ է տվել բազմաթիվ էթիկայի նորմերին, բոլոր տեսակի անթույլատրելի արտահայտություններ։ Նույն տրամաբանությամբ մենք այստեղ պետք է իրենց նույն լեքսիկոնով պատասխանենք, չենք պատասխանել։ Բայց ձեր առաջնորդն է, չէ՞, սկսել։ Ներողություն եմ, ոչ, հիշեք ով է սկսել։ Իա, Գյորմամիշ առաջիններ, միջև այդ մոռացանք։ Էթիկայի պայմանավորվածությունից հետո։ Ոչ, էթիկայի պայմանավորվածություն համենայն դեպս ստեղծվել է այստեղ, որովհետև իրանք դրսից լավ էլ գրում են, լավ էլ անում են, ամեն ինչ անում են։ Խոսքը իմ անձնական կարծիքով վերաբերվել է ազգային ժողովի նիստերի դահլիճին։ Հիմա նորից կրկնում եմ, արդյոք իրանց համար ընդունելի է նույն տարբերակով իրենց առաջնորդի ասածները ես գամ ամբիոնից պրոյեկցիա անեմ իրանց վրա բոլորին։ Կլինի կամ այս իրանց արածի պարագայում իրավունք ունեմ, ես ինձ թույլ չեմ տա, որովհետև ներողություն ասեմ, որովհետև նախ առաջինը ունենք պայմանավորվածություն եւ երկրորդը, եթե առաջնորդների ասածով ենք առաջնորդվում, նույն հաջողությամբ թող պատրաստ լինեն մենք էլ իրենց առաջնորդի ասածները նույն ձևով ասենք։ Կարող ենք ասել, որ պայմանավորվածությունը խախտվեց եւ այլևս բարեկիրթ Գնդակը իրենց դաշտում է դեռևս։ Ուղիղ թող իմանան, գնդակը իրենց դաշտում է։ Ընդհանրապես հասկանան մի բան, այստեղ գալ ներվեր բանի պես սղոցի պես ներվերը սղոցել բարեկամներին, հարազատներին, մոտիկներին, առաջնորդին անդադ ասելը ուղիղ նշանակում է, որ իրենցը ֆեյք էր բարեկրթությանը կամ ինչ որ SMS ստացան։ Ենթադրում եմ SMS, բայց չեմ ուզում հավատամ դրան։ Հիմա գնդակը իրանց դաշտում է, իրանց պահվածքից պարզ կլինի զրոյանում է թե ոչ։ Պատրաստ ենք եւ բարեկրթությանը, միջալոց մենք բարեկիրթ ենք եղել միշտ ձեզ հետ բազմաթիվ անգամներ շփվել ենք, տեսել ենք։ Այստեղ բոլորը տնից դուրս եկա, դաստիարակված ամենայն արգանքով չեմ ուզում մնացածին ինչ որ վիրավորեմ, բայց նաև մյուս տարբերակներին էլ պատրաստ ենք։ Ընդհանրապես ըստ էության Չախոյանը ասաց, որ եթե որևէ բառ իրեն ասեն վիրավորական, ապա ինքը շարունակելու է նիստերի դահլիճ։ Իսկ այդ դեպքում տրվելու եք այդ։ Սա դրան, ճիշտ եք ասում, սա դրանք է, բայց այսինքն դուրս է գալի, որ իրենք հələ չեմ ուզում ասեմ, որտեղ իրենց ֆրակցիան ամենայն դեպս այդպիսի բան իրեն թույլ չի տվել։ Ֆրակցիային թված ամբողջ ֆրակցիային ասվում, բացատրեցինք, որ ոչ։ Դա ասվում է կոնկրետ անձի եւ նորից կրկնում եմ, եթե ինչ որ մեկին այստեղ թվում է, որ ունի իշխանություն, ունի ՊՊՑ, ունի ԱԱՑ, չգիտեմ ինչ, եւ կարող է իրեն թույլ տալ ավելորդություններ, առավել եւս թվականակի ավել լինելով կամ իշխանություն լինելով, չարաչար սխալվում է։ Մենք բարեկրթության սահմաններում ենք, դիմանցանք 1, 2, լյուբանկա, չգիտեմ եւ այլն։ Մենք մերոնց տեսել եք դուք տեսախցիկներով, անգամ արձագանքների դեպքում իրար ենք մենք այսպես հորդորում, որ չարձագանքենք։ Նորից կրկնում եմ, քաղաքական պատասխանությունը այս պայդրությամբ իրենց վրա է։ Յուրաքանչյուր սրման պատրաստ ենք, բայց մեղավորը իրենք են։ Մենք այս պայից սկսած այլ գործողություն չունենք անելու։ Սպասում ենք իրենց Ղազենյան կարծում եք Իհարկե, միակ մարդն է այս պայից ու կանայքները։ Կարծում եք այդ դերը նրա վրա է դրված։ Իմ կարծիքով, տեսեք, չեմ ուզում հավատամ, որ քաղաքական իշխանությունը կարա բարձր ամբիոնից, չեմ ուզում հավատամ, այլ խնդիրը ներսս, ինչ եմ մտածում։ Քաղաքական իշխանություն ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է մի բան եւ 1-2 օրվա ընթացքում այդպես փոխում է, ինչ, տեսեք, էլ ինչեր կարող են ընդհանրապես երկրի հետ կապված պայմանավորվածություններում, բայց նորից կրկնում եմ, ունեն այս պայդրությամբ, ասեն սուր այդ անձի խնդրեմը։ Կամ թող այդ անձին հանեն ստեղից, կամ զսպեն, եթե ոչ նշանակում է սա ընդհանրապես կազմակերպված է, ուղղակի դերը տրված է այդ անձին վերջ։ Մենք էլ նորից կրկնում եմ, այնտեղ որ ասում են ռազմորկայի են կանչում, ասում է կարամ դահլիճից դուրս ասեմ։ Մենք էլ ասում ենք այո, եթե կարաս, ասա։ Բարթևանյանն էլ ասաց, արի գնանք ասա։ Մենք չենք եղել առաջարկում։ Ինչ են ուղղակի այս դահլիճի եւ այս շենքի մեջ ուժեղ տղեկ չեն ասում։ Ուժեղ տղա է սպառել։ Ուժեղն է ճակատների մեջ։ Շնորհակալություն։